Մենք իհարկե բարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով եւ ինչպես Հարիրե հասարակական կազմակերպությանը յուրաքանչյուր տարեվերջին հերթական ժողովներում ներկայացվում են մանրամասն հաշվետվություններ, նախագահի հաշվետվություն եւ խոսք, ֆինանսական հաշվետվություններ, որոնք ստուգված եւ հաստատված են տեղական եւ միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից եւ տպավորություն է ստեղծվում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր յուրաքանչյուր տիպի տեղեկատվություն Հայաստանի մասին կցանկանան ստանում են, բայց վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ իմ գործունեության հետ։ Անկեղծ ասած, կարող ենք այստեղ նաեւ որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված եւ խառնակցական բնույթ եւ մեզ պարզ է եւ կարծում եմ շատերին, ովքեր երբվում են ֆուտբոլում պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից։ Օգտագործում է բավական մեծ մեդիա-ռեսուրս, ֆինանսական միջոցներ, որոնք ուղղակիորեն ազդում են ոչ թե այն մարդկանց վրա, որոնք ֆուտբոլային են եւ տեղյակ են խնդիրներից, տեղյակ են լուծման ճանապարհներից, այլ խմբերի վրա եւ թյուրըմբռնում են առաջացնում ընդհանուր առմամբ։ Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա ՖԱ-ի գործունեությունը, գիտեմ կան մարդիկ, որոնք բարբերաբար լսում են, ուշադիր են եւ հասկանում են ներքին խոհանոցը հայկական ֆուտբոլի, բայց կան մարդիկ, որոնք պարտավոր չեն, ես կարծում եմ ավելի լայն շրջանակները հանրության պարտավոր չեն ամեն անգամ խորանալ դրա մեջ եւ հիմա շատ լավ առիթ է ներկայացնել այդ ամենը եւ կարծում եմ, որ իմ վերջին ՈՒԵՖԱ-ի գործկոմի ընտրություններին վերաբերող այս անցու դարձնել, երբ որ հիմնական ուշադրությունը շեղվեց այլ թեմաների վրա, ավելի ամրապնդեց դա մեր վստահությունը, որ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, իսկ շատ դեպքերում մեղադրանքներն ու ասեկոսները կապ չունեն իրականության հետ։ Եվ Եվս մեկ անգամ ընդգծեմ, ես իմ խոսքում ասել եմ տարեվերջան, բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, դա չի նշանակում բացարձակապես, որ մեր աշխատանքը իդեալական է, չկա քննադատություն կա եւ բավական չափով, կառուցողական քննադատություն էլ կա, սակայն օրինակ մեր անդամները, երբ մեր անդամների գերակշիռ մասը, երբ ցանկանում են քննադատել եւ ցանկանում ինչ-որ հարցեր քննարկել, իրենք գիտեն, գալիս են ՀՖ գրասենյակ, մենք կազմակերպում ենք քննարկումներ, հնարավորության դեպքում հարցերը լուծում են ստանում, եթե չեն ստանում նախանշվում են այն ճանապարհները, որոնք կարող են բերել այդ հարցերի լուծմանը։ Եվ կարծում եմ մեր պատկերացմամբ հենց դա է համատեղ շահը հայկական համատեղ աշխատանքը իշա հայկական ֆուտբոլի։ Բայց եւս մեկ անգամ կրկնեմ ավելի լայն զանգվածի համար մենք կարճ փորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել թե ինչ են կարել այս 5 տարիների ընթացքում եւ մի փոքր խոսեմ խնդիրների մասին, հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Եվ այսպես 2019 թվականի դեկտեմբերին եմ ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ընտրվելուց անմիջապես հետո առաջին 2 ամսվա ընթացքում մենք ձեռնմուխ ենք եղել ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարության կատարմանը, մասնավորապես նախանշել ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում հունվարին 20 թվականի Հայաստանում անցկացվել է ֆուտզալի ազգային հավաքականի հանդիպում, մինչ այդ ֆուտզալի ազգային հավաքականը խաղացել էր բացառապես այլ երկրներում եւ նաեւ երկրորդ ամսին սկսել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան առաջնությունների մոդելի բարեփոխումները։ Ընտրվելուց ընդամենը 2 ամիս անց ամբողջ աշխարհը գիտեք երկար ժամանակ պարալիզացվել էր կոവിഡ്ի պատճառով 20 թվականի 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքները բնականաբար ուղղակիորեն անցնել են բոլոր ոլորտների վրա, այդ թվում նաև ֆուտբոլի։ Կոവിഡ്ը եւ պատերազմը իրենց հետ բերել են ահռելի կորուստներ, թե մարդկային, թե ֆինանսական, թե բարեհոգեբանական, որոնք իհարկե խանգարել են հեռանկարային ծրագրերի կատարմանը, չնայած այդ ընթացքում էլ մենք առաջիններից ենք եղել, ով վերականգնել է առաջնությունը կոവിഡ്ի ժամանակ Եվրոպայում, եթե չեմ սխալվում երկրորդը կամ երրորդը, բացի դա մենք կարողացել ենք կազմակերպել Հայաստանի հավաքականի հանդիպումները բավական բարդ պայմաններում, եթե հիշում եք, մենք այն ժամանակ արտերկրում ենք խաղում։ Մեզ հետագայում նաև 1 տարի բավական արդյունավետ գործունեությունից հետո տնտեսական մեծ հարված է հասցրել 2022-ին սկսած Ուկրաինայի պատերազմը, ինչու եմ ես ուզում այս թեմային անդրադառնամ, որտեղ սա ես խոսել եմ տարեվերջին, երբ սա շարժումների առարկա է դարձել,
Շատ կոնկրետ ասեմ, որ դրանից հետո մենք էակարորեն տուժել ենք եւ շարունակում ենք տուժել փոխարժեքի տատանումից։ Բացի դա կտրուկ բարձրացրել են ավիատոմսերի գները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կորցրել է խոշոր հաբեր, որոնցով կարող էր թիմերին ուղարկել Եվրոպա եւ մենք զգալիորեն ավելացրել ենք հավաքականների ճամփորդության ծախսերը։ Իսկ մինչդեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բյուջեն մնացել է նույնը։ Չնայած այդ կորուստներին, ֆեդերացիան ենթակառուցվածքային ծրագրերը շարունակել է։ Մենք 130 փոքր դաշտեր ենք կառուցել, ինչը մի քանի անգամ ավելի երեխաներ է մարզային ֆուտբոլ բերել, քան մինչև 2019 թվականներ։ Այս ընթացքում կրկնապատկվել է բնակավայրերի թիվը Հայաստանում, որտեղ անցկացվում են Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններ։ Մեզ հաջողվել է ավարտել ու շահագործման անցնել նախորդ ղեկավարության կողմից սկսված Սևանի եւ Էջմիածնի ֆուտբոլի դպրոցները։ Վերակառուցել ենք եւ կառուցել ենք Աբովյանի, Արմավիրի, Վանաձորի, Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադաշտերը, որոնք շատ մեծ խթան են հանդիսացել ակումբային ֆուտբոլի համար։ Ընդ որում Արմավիրի եւ Վանաձորի մարզադաշտերի շինարարությունը սկսվել էր ավելի վաղ նախորդ ղեկավարության կողմից, սակայն կային լրջագույն բացթողումներ եւ օրինակ մարզադաշտերից մեկում տանիքը ամբողջապես ծռվել էր, մյուսում հանդերձանային հատվածն էր շրջագծից հիմնական շրջագծից մոտ 80 սանտիմետր շեղվել եւ մենք ստիպված ենք եղել նոր նախագծանախաշվային փաստաթղթեր պատվիրել եւ կարելի է ասել, որ այս մարզադաշտերի ամբողջապես կառուցվել են իմ նախագահության ժամանակահատվածը։ Ենթակառուցվածքների շինարարությունը մենք անընդհատ շարունակում ենք, որովհետև դա սկիզբն է, չունենալով խաղադաշտեր մենք չենք կարող նոր երեխաներ ներգրավել ֆուտբոլ, չենք կարող ապահովել զարգացումը եւ այս տարի էլ մենք բավական լուրջ ծրագրեր ունենք, նոր դաշտեր ենք բացելու, եթե երկար տարիներ ակումբները չէին անում ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, ապա հիմա սա այլ տեղից շարժվել է եւ սա շատ մեծ օգնություն է լինելու։ Զուգահեռ հիմա մեծ ներդրումներ են սկսել մասնավոր սեկտորում։ Գիտեք, որ Նոա ֆուտբոլային ակումբն է սեփական դիրոջ միջոցներով ամբողջապես վերակառուցում Էջմիածնի դպրոցը, նաև ստադիոն է պատրաստվում կառուցել այնտեղ մի քանի մարզային ակումբներ, օրինակ Անդրանիկը եւ Աղբյուրակը սկսել են վերակառուցել իրենց քաղաքային մարզադաշտերը, մենք այդ հարցում իրենց աջակցում ենք եւ եթե գիտեք ավելի վաղ մասնավոր ներդրողի միջոցներով հիանալի փոքր, բայց շատ կարեւոր մարզադաշտ Շենգավիթում գտնվող մարզադպրոցն է վերակառուցվել։ Բացի դա այս ընթացքում Գյումրի, Աբովյանի եւ Ջունիոր մարզադաշտերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղադրել լուսավորություն, ինչը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր Հայաստանի առաջնության գրեթե բոլոր հանդիպումները անցկացրել լուսավորությամբ եւ անդրադառնալով արդեն ակումբներին եւ ակումբային ֆուտբոլին, վերջին տարիներին հայկական ակումբների ելույթները կարծում եմ շատ լավ գիտեք, նրանք առաջընթաց են ապրում, նվաճել են եվրոպական գավաթների խմբային փուլի ուղեգրեր, Ալաշկերտը, Փյունիկը, Նոան, դրանք աննախադեպ են հայաստանյան ակումբային ֆուտբոլի համար, սկսել են ակումբների սեփական անտերերը էլ ավելի մեծ միջոցներ ներդնել։ Ես կարծում եմ դա այն պատճառով է, որ մեզ հաջողվել է մաքուր եւ մրցակցային դաշտ ստեղծել եւ սա եւ ակումբների եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվաճումն է։ Բոլոր առումներով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է փոքր ակումբներին, պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի առաջին խմբում նոր թիմեր են հայտնվում եւ այդ միտումը շարունակվելու է նաեւ այս տարի։ Մենք արդեն ունենք 4 աստիճան համակարգ, քանի որ Պրեմիեր լիգա եւ առաջին խմբի հետ մեկտեղ ունենք 2 սիրողական լիգա, ինչը նույնպես հայկական ֆուտբոլում երբևէ չի եղել։ Մեզ համար մեծ նվաճում է նաեւ այն, որ սիրողական լիգայի լավագույն թիմերը հանդես են գալիս գավաթի խաղարկությունում եւ երբեմն նաեւ հաջողություններ են ունենում եւ այս առումով նույնպես գոհացուցիչ է, մենք արդեն պետք է գնանք ինչ-որ մի բայ հնգաստիճան համակարգի, որը մեր նախանշված քայլերից է եւ տեսնենք երբ կարող ենք արդեն դա անենք։ Նաեւ այս տարիների ընթացքում մենք վերստեղծել ենք կանանց ազգային հավաքականը 20 թվականին եւ անցկացնում ենք Հայաստանի կանանց առաջնություն 2 լիգայով։ Մանկապատանեկան մրցաշարերում վերջին տարիներին այստեղ աճը, քանակական աճը շատ կտրուկ է, մասնակից թիմերի աճը եւ ամենակարևորը, որ մեծամասամբ աճում են մարզային թիմերի քանակը։ 5 տարիների ընթացքում նաեւ հայաստանցի ֆուտբոլիստների քանակը Հայաստանի առաջնությունում կտրուկ աճ է գրանցել։ Այժմ պետք է